Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ժողովրդավարությունը քայքայելուն ուղղված այն գործիքները, որոնք հենց նոր թվարկեցի, բոլոր այդ գործիքները կիրառվեցին Հայաստանում ժողովրդավարության համար թերևս ամենախոցելի շրջանում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ էր առաջացել։ Ավելին, ինչ որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, Հայաստանի անկախությունը։ Բայց գիտեք, հենց ժողովրդավարությունն էր, որ բառից բուն իմաստով փրկեց Հայաստանի պետականությունը ու անկախությունը։ Պատերազմը եւ դրան ուղեկցող ապատեղեկատվությունը այն գործիքներն էին, որոնցից օգտվելով հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց։ Մենք ասացինք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող հանձնել որևէ մեկին, այլ կարող եք միայն ժողովրդին վերադարձնել։ 2001 թվականի ապրիլին ես հրաժարական տվեցի, արդյունքում լուծարվեց երկրի խորհրդարանը եւ մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ սահմանային էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի եւ տեղեկատվական ահաբեկչության պայմաններում։ Ոչ ոք չէր հավատում, որ մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն։ Բայց ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժը ոչ միայն կրկին ստացավ ընտրողների մեծամասնության քվեն, այլև ձևավորեց սահմանադրական մեծամասնություն։ Սա տեղի ունեցավ մի հիմնական պատճառով։ Ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր ժողովրդի իշխանությունը Հայաստանում։ Այսինքն ժողովուրդը մեզ մանդատ տվեց իր իշխանությունը եւ ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունը պահպանելու համար եւ կարող եմ միանշանակ եւ աներբա արձագանքել, որ այսօր այո, իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, ով Հայաստանում ժողովրդավարության երաշխավորն է եւ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողովրդավար է, քան երբևէ։ Բայց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեկ այլ բան նույնպես տեղի ունեցավ։ Ժողովուրդը իր սեփական նախընտրական ասելիքը ձևավորեց եւ այն պատվիրակեց կառավարող մեծամասնությանը եւ ժողովրդի նախընտրական ծրագրի առաջնային կետը խաղաղությունն էր։ Նա մեզ պատվիրակեց Հայաստանին բերել խաղաղություն։ Ժողովրդի այդ պատգամը մենք արձանագրեցինք Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն։ Հենց այսպես էլ կառավարության ծրագրում գրված է։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Չեմ կարող ասել, որ դա միայն Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ժողովրդի ձեռքբերումն է։ Դա նույնքան Ադրբեջանի կառավարության եւ Ադրբեջանի ժողովրդի ձեռքբերումն է։ Եթե այսպես չլիներ, խաղաղություն չէր լինի։ Սա նույնքան էլ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ձեռքբերումն է։ Հարգելի ներկաներ, 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն ահռելի աշխատանք էին արել։